Երկու տեխնաց ունենք, հա, իհարկե մեր այս գյուղապետը ված չի, մենք շատ գոհ ենք իրանից։ Ինք ամեն ինչ ջանում հատկապես երիտասարդներին գյուղում պահելու համար, որ դուրս չկան գյուղից, բայց դե իր հնարավորության սահմանում, ճիշտն ասած, մենք որ ասենք լիարժեք օգտվում ենք որպես սահմանամերձ գյուղ այդ բարիքներից, կարելի ասել, չէ, հիմնականում մեր երիտասարդությունը ուսման ա գնում, սովորելու ա գնում, սովորում են հետ գալի գյուղը իրանց մասնագիտությամբ չկա տենց աշխատանք որ անեն, ունենք բարձրագույն ավարտներ, որ ասենք դուրս են գալիս, զբաղվում են հողագործությամբ, 5 տարի սովորելուց հետո նրանք հետ են տառնում գյուղ, մի քանի տարի աշխատելուց հետո զգում են, որ չեն կարողանում գոյություն պահեն, մեծամասնությունը այդ ձևով է ապրում, տեսնում են, որ չեն կարողանում դուրս են գալի, կան շատ երիտասարդներ, չեն ուզում ամուսնանան, որպեսզի չեն կարողանում ընտանիք պահեն, ասենք հիմնականում մեր խնդիրն է դա, թե մի աշխատատեղ լինի, ասենք մի գործարան լինի, մեր այս երիտասարդները գնան աշխատեն, ոչ մեկը գյուղից դուրս չկան։ Մեր իշխանությունները դուք երևի գյուղ մտնելուց տեսաք, որ բնակարաններ են կառուցում։ Իսկ եթե միտեղ կառուցվում է բնակարան, նշանակում է, որ այդտեղ կլինի նաև շունչ, կավելանա բնակչության թիվը։ Ես գրեթե հուսով եմ, որ ժամանակի ընթացքում այս խնդիրը կլուծվի, հիմնականում աշխատատեղերի պատճառով են արտագաղթում ժողովուրդը, բայց փառք Աստծո, մեր գյուղի համար իշխանությունները մտահոգված են ընդհուպ մինչև երկրի նախագահան, պաշտպանության նախարարը այցելել են եւ շատ մեծ ուշադրություն են դարձնում որպես սահմանամերձ համայնք, պաշտպանության նախարարը մեծ ուշադրություն է դարձնում։ Մենք ունենք բազմաթիվ թիվը չեմ կարող ասել, բայց պայմանագրային զինծառայողներ, որի շնորհիվ գյուղը գոյատևում է, աշխատավարձ են ստանում ժողովուրդը եւ կարողանում են ապրել։ Այսօր երիտասարդությունը ամբողջը գնացել են, քիչ մնացել գյուղում, մի լավ բան կա, Սեյրան Օհանյանը եկավ ստեղ մեր նախարարը։ Ինքս անձամբ խնդրեցի, որ մեր գյուղի երիտասարդներին բացառության կարգով, եթե 45 տարի տարեկան է, մեզ գյուղին բացառության կարգով մինչև 50 տարեկան թույլ տան պայմանագրային ծառայություն եւ այսօր շուրջ 70 հոգի պայմանագրային ծառայության մեջ են, շուրջ 15 հոգի 20 հոգի կապի մեջ 5 դպրոցի շենքում այդ ջահելները զբաղված են։ Սա նպաստել է, որ արտահոսնել մի փոքր ուրիշ բան չէ։ Ընտրություններում իմ թեկնածությունս առաջադրել եմ նրա համար, որ ես լինելով, ինձ համարելով, որպես այս գյուղի արժանի զավակ, այսպես ձևակերպեմ, տենում եմ լիքը չլուծված խնդիրներ, որ ես համարում եմ, որ ես ի վիճակի եմ ու կարող եմ լուծել այդ խնդիրները։ Խմելու ջրի խնդիրն է հիմնական խնդիրները, թաղերում, որ անհավասարաչափ են բաշխված, ճանապարհների փոսալսման խնդիրն է, գյուղի լուսավորման խնդիրն է, մտածում ենք ստեղծել երիտասարդական խորհուրդ, այսինքն գյուղապետարանին կից, որ երիտասարդների հարցերը միշտ, ասենք, հասանելի լինի գյուղապետին։ Համայնքի համար ամենակարևորագույն խնդիրը եւ հրատապ լուծվող խնդիրը դա ոռոգման ջրի խնդիրն է, որը ներկայացված է կառավարություն, սպասում ենք պատասխանի, բնակարանաշինության ծրագիրն է, որը սկսել ենք եւ շարունակական բնույթ ունի, գյուղի համար ամենակարևոր եւ ռազմավարական նշանակություն ունեցող խնդիրները հիմնականում այդ երկու խնդիրներն են, իսկ մնացածը ընթացքում լուծվող խնդիրներ են։ Փառք Աստծո, կրակոցներ չկա հիմա, ամեն դեպքում, բայց այդ ռիսկային գործոնը միշտ կա, միշտ եղել է Խաչիկում։ Բայց դե մեր ժողովուրդն էլ միշտ եղել են պին տարի ժողովուրդ ու կարում են շատ, ոնց ասեմ, կոպիտ ասած, թշնամու բանի տեղ չտնելով իրենց հողերին տեր կայնել։ Ընթացքում լինում է, որ ժողովուրդը բերքը արտադրում են, բերքը չեն կարողանում ռեալիզացնել, ասենք, Խաչիկում ամենից լավը են շուտվանից էլ եղել է, որ ասենք, մարդիկ շատ, այստեղ միշտ եղել է շատ լավ խնձոր աճ է։ Ոչ, կրակոցներ չկա, մշակում ենք բոլոր հողերը, երևի տեսակ, ինչ տարածքներ ունենք, մոտ 3-400 հեկտար սահմանամերձ գոտում է գտնվում և այդ բոլորը մշակվում է, խաղաղ է,
Ժողովուրդն էլ իր համար մշակում է ապրում։ Այսինքն տարբերություն հայ-ադրբեջանական այս սահմանների այստեղ համեմատաբար Համեմատաբար խաղաղ է։ Սովետ միության ժամանակ բարի դրացիական հարաբերություն ունեինք Ադրբեջանի հետ, անցուդարձը միշտ կապված էր, եւ ամենակարևորը, որ վաղ գարնանը մթերք դստեղ կանաչեղեն դեռ չկար, նրանք բերում են ամբողջ Նախիջևանի գյուղերից այստեղ, վաճառում, մեկը մյուսի ծանոթ ընկերներ էինք, ճանաչում էինք։ Մենք էլ նույնիսկ ես անձամբ ինքս դրանց գյուղերը գնացել եմ, ընկերներ լավ ունեցել եմ, լավ հարգեր պատվել են, իրանք նենց որ մենք մոտիկ ենք եղել։ Հիմնականում ասենք լավ ենք եղել մինչև Ղարաբաղյան այդ շարժումների ընթացքում ու միանգամից մենք լրիվ խզվել է ոչ մի կապ, ոչ մի բան ու նրանից հետո տենց կրագոսներ եղել է, շատ է եղել, գյուղը տակնու վրա են արել, ռմբակոծումներ եղել է շատ, ոչ մի գյուղացի դուրս չեկել հիմնական, էվակուացվել են երեխեքին, կանայք ասենք տենց, մնացածը ամբողջ գյուղը ասենք տենց մի մարդու նման կանգնել է։ Լավ է եղել, ընդհանրապես լավ ենք եղել, բայց սովետ քանդվելուց հետո այս Ղարաբաղյան շարժման հետևանքով անցուդարձը այդպես կդրվել է եւ մենք հիմա ճիշտ է սահմանամերձ ենք, 10 աստվածից խաղաղել ենք, 48 կիլոմետր մենք կապված ենք Նախիջևանի Հանրապետության հետ, բայց փառք Աստծո ոչ մի կրագոց, ոչ մի դիվերսիա, ոչ մի բան։ Մեր կոմբայնավարները ժամանակին մեր սահմանամերձ հողատարածքները հնձել են, ոչ մի ական, ոչ մի բան չի պայթել։ Եվ դա Աստված որսեց խաղաղ շարժվի մեր կյանքը։ Մեր կառավարության գործունեության ծրագրում սահմանամերձ համայնքներին ցուցաբերող աջակցությունը դա համարվում է առաջնահերթություն եւ սահմանամերձ համայնքները նաեւ մեր երկրի նախագահի ուշադրության կենտրոնում են գտնվում։ Նախագահն ինքը անձամբ մի քանի անգամ այցելել է Խաչիկ համայնք, նաև զինվորներին է այցելում նոր տարվա օրերին ամանորին ընթառաջ եւ այդ այցի շրջանակներում խոստացել էր, որ պետք է վերանորոգվի դպրոցը, դա համայնքի բնակիչների մեծ ցանկությունն էր եւ նախանցյալ տարի այդ մենք հականատես եղանք այդ մեծ իրադարձության դպրոցի նոր վերանորոգված դպրոցի բացման արարողությանը։ Նախագահի հանձնարարությամբ մենք այստեղ իրականացնում ենք բնակարանաշինության աջակցության պետական ծրագիր, գյուղը 5 գյուղ է, տների մեծ մասը հողաշեն տներ են, որոնք արդեն ժամանակի ընթացքում դարձել են 4-րդ կարգի վթարային եւ մենք հիմա համայնքի ավականու հետ միասին, այսինքն համայնքի ավականին է տալիս շահառուների ցուցակը, կարիքավորության աստիճանը, ընտանիքի վճարունակության աստիճանը գնահատելով եւ մենք պետական աջակցություն ենք ցուցաբերում նոր տների կառուցման համար, արդեն 2 փուլով այդ ծրագիրը մենք իրականացրել ենք եւ ծրագիրը շարունակական բնույթ է կրելու եւ ըստ էության մենք գյուղում նոր թաղամասեր կունենանք մի քանի տարի հետո այս ծրագրի արդյունքում։ Սովետը քանդվելուց հետո կայքերը փոխվել են, բնակչության տեղաշարժը գնացել են, իջել է 1150 շունչից, այժմ մենք վերջին տվյալներով 683 շունչ է գյուղում։ Եվ նույնը պակսել է եւ անասնագլխական եւ աշխատանք։ Սովետի ժամանակ ամբողջ աշխատանքով զբաղված անասնապահությամբ, դաշտավարությամբ, հիմա փառք Աստծո, դաշտավարությունը որոշ զարգացած, որոշ ցանկատարածություններ ունենք, ռոռոկման ջուրը արենին 30 ժանկայինով գալիս է ջուրը, ռոռոկում է, բայց էլ ինչի։ Ինչն է պատճառը, որ սովետի ժամանակ կարողանում եք այդքան հազարավոր գլուխ մանր խոշոր եղջերավոր անասուններ բայել, հիմա չեն կարողանում։ Առաջին պլանավորում, երկրորդ գերիկայում բազա ստեղծելը, երրորդը աշխատաուժը։ Շահագրգված աշխատողը կենթանի ուժ կար, մարդը գիտեր, որ այսօր անասնապահ գնում է, ամսի վերջին իր աշխատավարձ ստանում է եւ իր ընտանիքի կարիքները ապահովում է։ Իսկ այսօր